Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիս ամսվա հորոսկոպը կույս նշանի համար։ Առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Այս հոլովակի ընթացքում սիրելի կույսեր կներկայացնեմ մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին, ինչպես նաև լարված օրերի մասին կխոսեմ։ Այսպիսով, արևը մինչև մայիսի 21-ը կգտնվի ցուլ նշանում, իսկ դա ձեր 9-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է ճանապարհորդության գնալու համար, զբաղվելու բարձրագույն կրթության հետ կապված հարցերով, թորնիկների հարցերով։ Ամսի 21-ից հետո արևը կանցնի երկօրյակ նշան ձեր 10-րդ տուն եւ լավ ժամանակահատված կլինի, որպեսզի զբաղվեք ձեր կարիերայի հարցերով, ստատուսի փոփոխության հետ կապված հարցերով, բիզնես եթե ունեք, բիզնեսի հետ կապված հարցերով, իհարկե ինչպես նաեւ հայրիկի հետ կապված հարցերով։ Մերկուրի մոլորակը մայիսի 3-ից սկսած մինչև մայիսի 17-ը կգտնվի ցուլ նշանում ձեր 9-րդ տանը, բերելով ձեզ ինչ-որ փաստաթուղթ կապված արտասահմանի կամ բարձրագույն կրթության հետ, հագուցե նոր անձնագիր, նոր վիզա այս ժամանակահատվածում կամ ուղղակի նոր ճամփորդություն։ Մայիսի 17-ից սկսած Մերկուրին կանցնի երկօրյակ նշան ձեր 10-րդ տուն, բերելով խոսակցություն, զանգ, փաստաթղթի ստորագրում, բանակցություններ կապված կարիերայի հետ եւ ստատուսի փոփոխության հետ։ Վեներա մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի երկօրյակ նշանում ձեր 10-րդ տանը, լավ ժամանակահատված է գնալու ԶԱԳՍ, կզբաղվելու ֆինանսական հարցերով, կարիերայի հետ կապված հարցերով, աշխատավարձի հետ կապված հարցերով, եթե ցանկանում եք օրինակ խոսել ղեկավարության հետ, աշխատանքի փոփոխության հետ կապված, բարենպաստ ժամանակահատված է։ Մայիսի 19-ից սկսած Վեներա մոլորակը կանցնի Խեցգետի նշան, դա ձեր 11-րդ տունն է։ Եվ կբերի ձեզ հաճելի ժամանց ընկերների, գաղափարակիցների հետ, ինչպես նաև լավ ժամանակահատված է, որպեսզի սկսեք զբաղվել օնլայն գործունեությամբ։ Մարս մոլորակը մինչև մայիսի 19-ը կգտնվի Խոյ նշանում, ձեր 8-րդ տանը, Մարսը 8-րդ տանը մի փոքր լարված վտանգավոր իրավիճակ է, սիրելի ընկերներ, զերծ մնացեք վտանգավոր իրավիճակներից, ճանապարհներին արագությունը մի գերազանցեք, սուր կտրող ծակողգործիքների հետ զգույշ եղեք, եթե ծննդյան քարտեզում բացասական դիրքավորումներ կան, հատկապես առողջության 6-րդ տան հետ կապված, ապա հնարավոր է նաև վիրահատություն բերի, Մարսը 6-րդ տանը։ Ձեր առողջությանը հետևեք անպայման։ Ներողություն 8-րդ տանը։ Մայիսի 19-ից սկսած Մարս մոլորակը կանցնի ցուլ նշան ձեր 9-րդ տուն եւ այդ ակտիվությունը կբերի ձեր 9-րդ սեկտոր, այսինքն բարձրագույն կրթություն եւ արտասահմանի հետ կապված ցանկացած հարց։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետի նշանում այս ամսում 18-ից 23 աստիճան շարժվելով եւ մինչեւ հունիսի վերջ այնտեղ է գտնվելու, այսինքն 11-րդ տուն։ Վստահ եմ, որ նախորդ 1 տարվա ընթացքում շատերի ընկերական միջավայրը փոխվել էր, տարբեր ասպեկտներով պայմանավորված։ Գուցե ավելի շատ ընկերուհիներ եք ունեցել այս ժամանակահատվածում, շփումը շատ է եղել, ավելի շատ խմբակների եք հաճախել։ Յուպիտերը նման հարցերում ամենայն դեպս օգնել է։ Սիրելի ընկերներ, եթե մինչ այս չեք զբաղվում օնլայն հարթակով, բայց ցանկություն ունեք, անպայման այս ժամանակահատվածը մինչև հունիսի վերջ օգտագործեք, քանի որ Յուպիտերը ձեզ կօգնի, որպեսզի հաջողություններ գրանցեք։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում 14-ից 18 աստիճան շարժվելով, սիրելի ընկերներ, զգուշացեք։ Սև լուսինը ձեր 4-րդ տանն է, այսինքն ընտանիք, ընտանիքի անդամներ, անշարժ գույքի հետ կապված հարցեր։ Նման հարցերում ինչ որ խաբեություններ, վախեր, գայթակղություններ է բերելու ձեզ սև լուսինը, հատկապես այն կույսերին, ովքեր ասցենդենտով են կույս, ասցենդենտը գտնվում է կույսի 14-ից 18 աստիճաններում կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 6-ից, այսպես 5-ից, ասենք 5-ից, հիմա նշեմ։ 5-ից մինչև 11 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, զգույշ եղեք եւ մի տրվեք սև լուսնի գայթակղություններին։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 9-ից 12 աստիճան շարժվելով, դա ձեր 8-րդ տունն է։ Հնարավոր է այս ժամանակահատվածում, եթե նախկինում ինչ-որ գումարներ էիք ստանում, ինչ-որ մեկից, գուցե ձեր նախկին ամուսնուց, կնոջից կամ պետական համակարգից, ապա հնարավոր է ինչ-ինչ պատճառներով դրանք ավելի քչանան կամ ընդհակառակը փակվեն այս ժամանակահատվածում։ Նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված նորալուսին ենք ունենալու մայիսի 16-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո նոր իր էներգիան է ունենալու։ Այն կլինի, սիրելի ընկերներ, ձեր 9-րդ տանը,
այս նորալուսինը և 9-րդ տունը իրենից ներկայացնում է, արդեն նշեցի, այն ամեն ինչը կապված է արտասահմանի հետ, այսինքն հնարավոր է այս նորալուսինը ձեզ բերի նոր անձնագիր, նոր վիզա, նոր ուսում, նոր ինչ-որ դասընթաց և հաջորդը լիալուսին ենք ունենալու, երկու լիալուսին է լինելու այս ամսում, առաջինը մայիսի 1-ին, մի երկու օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, կարիք նշանում է լինելու ձեր երրորդ տանը, զգույշ եղեք սիրելի կույսեր, որպեսզի խնդիրներ չառաջանան ձեր կապի տրանսպորտի միջոցների հետ, տեխնիկայի հետ։ Եվ հաջորդը ունենալու ենք էլի լիալուսին, մայիսի 31-ին, մի երկու շաբաթ հետո եւս իր ազդեցությունը կունենա ձեր 4-րդ տանն է լինելու, այսինքն ինչ-որ վերջնական կետ է դրվելու, կապված ձեր ընտանիքի անդամների հետ կամ բնակության վայրի հետ, անշարժ գույքի հետ։ Հատկապես նրանք, ովքեր ասցենդենտով կույս են, ասցենդենտը կույսի 10 աստիճանում է գտնվում կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 2-ին, 1, 2, 3, այս 3 օրերի ծնվածները ավելի շատ են զգալու այս լիալուսնի ազդեցությունը։ Այժմ նշեմ լարված օրերի մասին, երբ ես նշում եմ լարված օր, միշտ մի 2 օր առաջ, 2 օր հետո նկատի ենք ունենում։ Լարված է լինելու մայիսի 3-ը 4-ը, լարված է լինելու մայիսի 7-ը, այս օրը զերծ մնացեք հարաբերություններ պարզելուց, նոր հարաբերություններ սկսելուց, ինչպես նաև ֆինանսական ինչ-որ գործարքներ կնքելուց։ Լարված է լինելու մայիսի 21-ը, կրկին զերծ մնացեք ֆինանսների հետ կապված գործունեություն ծավալելուց և շատ լարված է լինելու մայիսի 26-ը։ Մարսը և Պլուտոնն են 90 աստիճանի անկյուն կազմելու, իսկ դա նշանակում է, որ պայթյունավտանգ իրավիճակներ կարող են լինել, զերծ մնացեք մարդաշատ վայրեր գնալուց։ Այսքանը սիրելի ընկերներ, կապված մայիս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։